Նինոցմինդա քաղաքում մի տասնյակ է ինչ գործում է Խանոյանների հացի փուռը։ Օջախ, որտեղ հաց ոչ միայն թխվում է, այլև սիրով ու ջերմությամբ է ծնվում։ Այստեղ պատրաստվում է անուշահամ բուրումնավետ հայկական լավաշը, որը սերնդեսերունդ համարվել է մեր սեղանի գլխավոր պարգևներից։ Փրի աշխատանքային օրը սկսվում է հաշտության ու համերաշխության մթնոլորտում։ Հայ կանայք իրենց գործի նվիրված ու ջերմ սիրով աշխատում են կողք կողքի փրի հիմնադիր Զարուհի Խանոյանի հետ։ Այստեղ ամեն կտոր լավաշ կրում է այն հոգատարությունը, որով ծնվում է իսկական հայկական համն ու հոտը։ Լավաշի արտադրամասը կարողացել է համալրվել նոր սարքավորումներով, ձեռք բերելով Հեքսեպեր Ջորջիայի կազմակերպության աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում ներկայացված հայտն անցել է հաջողությամբ, և փուռը համալրվել է էլեկտրական գրտնակով և վառարանով։ Այժմ լավաշի թխման գործընթացը ոչ միայն ավելի արագ և արդյունավետ է, այլև շարունակում է պահպանել իր ավանդական հայկական բույրն ու համը։ Լավաշ եփելու մեջ արդեն ունենք 10 տարվա փորձ, ունենք 4 աշխատող։ Ես և ամուսինս նույնպես ընդգրկված ենք այս աշխատանքային գործի մեջ։ 24 թվից շահել ենք Հեքսեպերի գրանտային ծրագրով 10,000 եվրո, որով ձեռք ենք բերել թունելային վառարան և գրդնակ։ Մենք մեր լավաշը առաքում ենք քաղաքում, քաղաքից դուրս ուղարկում ենք Թիֆլիս, Բաթում, տարբեր սննդի կետերում։ Օրական մենք եփում ենք մի մեշոք, մի մեշոք ու կես, լինում են պատվերներ, պատվերների դեպքում արդեն շատանում է հացի եփելու համը։ Ունենք 4 աշխատող, ապահովել ենք 4 աշխատանքային տեղեր մարդկանց, նաև մեր վարորդը ինչու չէ, վարորդն էլ աշխատանքի մեջ է։ Փռից ոչ շատ հեռու գտնվում է Խանոյանների մյուս հացի փուռը, ևս մեկ ջերմ անկյուն, որտեղ եփվում է անուշահամ հաց, թարմ բուլկի և վաճառվում լավաշ։ Ինչպես նշում է վաճառողուհին, հացի բույրը տարածվում է հեռու, գրավելով անցորդների ուշադրությունը։ Այդ բուրումնավետ հոտը կարծես հրավիրում է մարդկանց դեպի հայկական հացը։ Ուստի այստեղ հաճախորդների հոսքը երբեք չի դադարում։ Ամեն օր այստեղ գալիս են տասնյակ մարդիկ, վայելելու տաք հացի ջերմությունը։ Կան դժվարություններ, լուբոյ աշխատանքի մեջ է գալի դժվարություններ, բայց 6 տարի իսկ աշխատիմ, շատ գոյեմ, ղեկավարներս է, աշխատանքին է, հաճախորդներն է, սաղ լավ է։ Գեղերեն շատ կան, ռայոն են կան, ծախինք է հաց բուլկի, լավաշ, կյաները 40 թեթրի բուլկին է, 20 թեթրի անոց հաց ունենք, 80 թեթրի անոց հաց ունենք, լավաշն է լարի 80 է։ Մեր հացը շատ որակյալ, շատ լավ համն է, իրեն գոյատևություններ երկարգը գոյատևի չի քարտվնա, ժողովուրդն է հասկնա, որ եթե հացը դժվար քարտվնա, ուրեմն ինչ որ առավելություն ունի, որ դժվար քարտվնա։ Դա մեծ առավելություն է։ Որ երկոր կյանաս այդ նույն հացը ուտես, նույն ձևով, ավելի լավ որակի կդառնանք է։ Այսօր Խանոյանների արտադրամասը կանգնած է զարգացման նոր շեմին։ Աշխատակիցների միասնականությունը, աշխատասիրությունը և սերը արհեստի նկատմամբ խոստանում են նոր հնարավորություններ ու ընդլայնում։ Երբ գործն արվում է սիրով ու հավատով, ապագան խոստումնալից է։